The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Գնանք Անին դիմավորենք, այսօր մենք ենք հյուրին դիմավորում, քանի որ Անին մի քիչ ուշացել էր։ Քանի որ դու ուշացել էի, մենք ենք քեզ դիմավորում այսօր քո տանը։ Ես էլ ուշացման համար համեղություն եմ բերել։ Շնորհակալություն։ Ապրես։ Համեցեք։ Համեցեք։ Ու խնդրում եմ Անի շատ սիրուն տուն ունես, շատ մերսի, շատ լուսավոր, հավես տուն ունես, Անի։ Շատ շնորհակալ եմ։ Մենք մեզ արդեն մեր տան նման ենք զգում։ Ինչպես ես այդպես էլ պետքա լինի։ Հիմա ինձ Ինչպես կասեք, շատ մերսի դուք։ Լավ, շնորհակալություն, մենք էլ ենք լավ։ Էդ ինչ համովություններ ես բերել, Շատ։ որտեղից ես բերել։ Մի կինա պատրաստում Նազի կանունով։ Շատ համեղ է, հիմա կփորձեք ու կհամոզվեք, թե ինչքան համեղ Եղավ։ Դե ինձ ու Էդգարին մի հատ սուրճ կհյուրասիրես։ Իմիջիալոց Կասեք, սուրճը ոնց ես խմում, դառը թե քաղցր։ դառը, միայն դառը։ Ես էլ եմ դառը խմում։ Ու հայկական։ Մնաց Էդգարը Էդգար, որոշի։ Դառը ու հայկական։ Ես հայկական չեմ խմում։ Սիրով, խնդիր չունեք, մենք երկու տարբերակներ ունենք։ Անի, մենք դեռ կխոսենք ինչի համար ենք եկել քո տուն, ինչ գործնեություն ես ծավալում դու Ամերիկայում, բայց այս պահին մի քիչ ուրիշ տեղից եմ ուզում գալ, ուզում եմ մի քիչ փոքր Անիից սկսենք։ Ինչ տեսակի երեխա ես եղել։ Երևի ուրախ, սվարթ, Ամենավառ հանգստությունս էլի մանկությունից։ մանկուց ես ինչ իմ գիտակից տարիքից հիշում եմ, որ էլի ես հենց հանգիստ եմ եղել, զուսպ եմ եղել։ Երեխաներիցդ ում ա փոխանցվել բնավորությունդ։ Երևի մեծ աղջկաս։ Հասմիկին։ Հա։ Ես եթե իմ կարծիքը հարցես, քո բոլոր երեխաներն են շատ հանգիստ, հավասարակշռված, ինքը շատ տարբերվող բան է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նու Ամերիկայի Միացյալ Նահանգներում չէ։ Կարծում եմ ընդհանրապես։ Հիմա, բայց ես մեկա սիրում եմ այս սերունդը։ Ինչպես որոշվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելը ձեր։ Մենք green card շահեցինք։ 4 տարի պարբերաբար փորձելուց հետո 4-րդ տարի շահեցինք ու եկանք Ամերիկա։ Քանի տարի է Ամերիկայում ես։ Արդեն 8։ Արդեն 8։ Հիշում ես առաջին տունը, որտեղ բնակվում էիք։ Այո։ Որ փողոցի վրա էր, կհիշես, հասցենք ասես 8-1-2 Glendale Avenue, եթե չեմ թվերի մեջ, եթե չեմ սխալվում, կամ 2 կամ 5։ Ու շատ լավ հիշողություններ ունեմ իմ առաջի տարին կապված այդ տան հետ, միայն լավ, անգամ այդ դժվարությունները միայն լավով եմ հիշում։ Առաջին աշխատանքդ հիշում ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այո, հիշում եմ, օֆիսային աշխատանք էր, կոմպյուտերի հետ էի աշխատում, էլի շատ մեծ փորձ էր, որի համար շատ ուրախ եմ։ Անի, մի այսպիսի բան կա, ասում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ես տեղափոխվում, շատ ավելի հեշտ է, երբ սկսես ապրել Գլենդելում։ Քո կարծիքով ինչու։ Նախ Գլենդելում հայերը շատ են, ու հատկապես երբ որ լեզու չգիտես, մեծ օգուտ է արդեն դա, ինձ թվում է հենց ամենամեծ առաջի պատճառը դա է։ Ինչ ես կարծում, հայերն այստեղ իրար շատ օգնում են, թե խանգարում են։ Չէ, օգնում են շատ։ Հա։ Կհիշես այն մարդկանց։ Մյուս մասան էլ կլինի բնականաբար, բայց իմ համար օգնում են։ Կան մարդիկ, որոնց մինչև այսօր հիշում ես, որոնք ձեզ օգնել են Ամերիկայում։ Այո, իհարկե։ Այո, անպայման։ Շփվում ես մինչև հիմա նրանց հետ։ Անին Հայաստանում եւ Անին ԱՄՆ-ում ինչով է տարբերվում։ Անին Հայաստանում այսքան գործունյա չէր։ Անին Հայաստանում աշխատում էր, բայց երևի մի բառով ասած մի քիչ նես թռի վրի պատասխանատվություն ու այն զբաղմունքը, որ այսօր ունեմ ես Ամերիկայում, այնտեղ չունեի։ Այսքան է երևի։
Կարծում եմ արդեն ժամանակն է մեր հետևորդներին ծանոթացնելու եւ տեղյակ պահելու, թե ինչով է զբաղվում դու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Անին ունի մանկապարտեզներ։ Այո։ Անին արդեն ինձ կհուշես քանի տարի է որ զբաղվում ես այդ գործով։ Երևի մոտ 7 տարի։ 7 տարի։ Ինչպես քո մոտ առաջացավ մանկապարտեզ ունենալու գաղափարը։ Ինչից ելնելով։ Ասեմ, իրականում ընդհանրապես չէի մտածի, մի քիչ երկար պատմություն է, բայց կարճ կասեմ, որ ես ուզեցի ամուսնուս հետ միասին որոշեցինք, որ ստեղծել այն մանկապարտեզը, որ կուզենանք, որ մեր բալիկները հաճախեն։ Երևի այսքանը բավարար է։ Ինչու հենց մանկապարտեզ, Անի։ Ես կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնարավորությունները շատ են։ Մենք կարող ենք զբաղվել մի քանի գործով միաժամանակ։ Համաձայն եմ։ Դու տրվեցիր այդ գործին, մինչև այսօր այդ գործը անում ես մեծ սիրով ու պատասխանատվությամբ։ Ինչու հենց մանկապարտեզ։ Նախ ամենաառաջինը համարում եմ ունեմ այն համբերությունը, որ կարամ աշխատեմ երեխաների հետ ու իրանց սերը ինձ թվում է լրիվ ուրիշ բան է, որ կարա ստանաս ու մի հատ լրիվ ուրիշ էներգիա է, որից հետո, չգիտեմ, ուրիշ աշխատանքի չի կարող նայել։ Քանի մանկապարտեզ ունես։ Այս պահին 2-ը։ Դրանով ավարտելու ես, թե շարունակելու ես։ Բոլոր մանկապարտեզներդ Գլենդելում են գտնվում։ Բոլորը գտնվում են Գլենդելում ու շատ մոտիկ են իրար։ Աշխատողներ ընդունելուց։ Ինչն ես կարևորում ամենաշատը աշխատանքի մեջ։ Ինչպիսին պետք է լինի քո աշխատողը։ Ասեմ, իմ աշխատողը նախ էլի նշեմ ամենաառաջինը պետք է լինի շատ համբերատար, լինի կրթված ու մեծ տեղ եմ տալիս մարդ տեսակի, հա, մի քիչ կարող է սկզբնական շրջանում դժվար է դա ճանաչել, բայց ես փորձում եմ հասկանալ, քանի որ ինքը չի գալիս ուղակի գործի, ինքը գալու է իմ ընտանիք ու դառնալու է իմ ընտանիքի մի մասը։ Սուրճդ պատրաստ է։ Մի րոպե։ Գնանք մնացածներ դե մինչև սուրճը պատրաստ լինի, ինձ կասես ինչն ես կարևորում երեխաների դաստիարակության հարցում։ Ազնվությունը առաջի հերթին, որովհետև էլի լիքը բաներ, բայց կարճ չի որ ասեմ ազնվությունը, քանի որ ազնվությունից մեծ բան է գալիս։ Մեծ բան, երբ որ ու ավելի հեշտանում է, հա, երեխայի հետ շփումը, իրան խորհուրդներ տալը, ազնվությունը։ Ինչը երբեք չես կիրառի երեխաների դաստիարակության հարցում։ Մի անգամից ասեմ ուժը։ Բայց կա չէ այդպիսի բան ասում են ով մայրակ այդպիսի երգել կա ով մայրական ծեծից շիլած համաձայն եմ, հա։ Դրա հետ լսել եմ, բայց ինքս չգիտեմ, կարող է իմ երեխաներից էլ երբեք առիթ չեմ ունեցել ու չեմ էլ մտածել այդ ուղղությամբ, որ կարող է սենց անել ավելի լավ լիներ, չեմ անի երբեք։ Անի, ես մի շատ կարևոր հարց եմ ուզում քեզ տալ։ Ես ինքս գիտեմ, որ դու քո տղային քո մանկապարտեզ չես տանում։ Քո տղան հաճախում է ուրիշ մանկապարտեզ։ Ինչի որոշեցիր տղայիդ տանել ուրիշ մանկապարտեզ։ Ասեմ։ Ունենալով 2 մանկապարտեզ։ Ասեմ, որոշեցի այդպես, որովհետև նախ մտածելով իմ տղա երեխայի մասին, որ ունենա ինքը իր առանձին միջավայրը, որովհետև քանի որ ինքը ինձ հետ է, արդեն ես իր մաման եմ։ Իր համար մի սանի չեմ կարող լինել։ Հասկացա։ Հա։ Զուտ դա է պատճառը, որ ցանկությունդ նա էր, որ տղադ ինքնուրույն մեծանա։ Ինքնուրույն մեծանա, տղա է, ուզում եմ տղա մեծանա։ Անի, երեխաների շրջանում շատ տարածված է կամակորությունը։ Լինում են չէ, պահել որ երեխաները այնպիսի կամակորություններ են անում, որ ինքդ կարող ես համբերությունից դուրս գալ։ Դու որպես 2 մանկապարտեզ ունեցող Անի, Միս Անի, ինչ ես խորհուրդ տալիս ծնողներին այդ կամակորությունների ժամանակ ինչ պետք է անել։
Ինձ համար շատ կարևոր է կլինի կամակորություն, կլինի ագրեսիա, կապ չունի, երեխային լսելը, երեխայի հետ ուղղակի խոսելը, որովհետև երեխաները կարող են շատ ուժեղ լացեն, կամակորություն անեն, միացած շատ պուճուր բանի պատճառով։ Ու երբ որ դու իրան չլսես, դու չես կարող իրան օգնել ու այդ վիճակից հանել։ Ես շատ կարևորում եմ երեխային լսելը ու իր հետ խոսելը։ Կարծում ես բոլոր տարիքի երեխաներն են ունակ լսել քեզ։ Հասկանում են այն ինչ ասում ես։ Այո, ես ինքս ունեմ 3.5 տարեկան, ունեմ 9 տարեկան ու ունեմ 12 տարեկան բալիկներ, 3-ի հետ էլ նույն մեթոդն եմ օգտագործում։ Ես կարծում եմ ամենակարևոր բանը դա համբերատար լինելն է։ Այո, դա ամենաառաջինը։ Քո կարծիքով ինչով են տարբերվում քո մանկապարտեզները մնացած մանկապարտեզներից։ Ես մենակ կառանձնացնեմ, հա, իմ կարծիքով իմ մանկապարտեզը իմ մանկապարտեզի մեջ այնքան սեր կա ու իմ մանկապարտեզը իմ երկրորդ ընտանիքն է, որը կփաստեն իմ բոլոր ծնողները, համոզված եմ, երևի այսքանով սահմանափակվենք։ Ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր նոր են պատրաստվում մանկապարտեզ բացել։ Հաջողություն իրանց։ Մեծ հաջողություն։ Մանկապարտեզին կարելի է որպես բիզնես վերաբերվել։ Անկեղծ ասած, ինքս չեմ կարող, աշխատում եմ շատ բալիկների հետ ու բոլորը իմ երեխաներն են։ Ժամանակալինում, որ մոռանում եմ, որ սա իմ աշխատանքն է, իմ բիզնեսն է, առաջնային ինձ մոտ իմ երկրորդ ընտանիքն է, հետո նոր գործ, բիզնես, բնականաբար։ Ես կարծում եմ հետևորդներից շատերին սա կհետաքրքրի։ Ազնիվ կարող ես պատասխանել, մանկապարտեզը եկամտաբեր գործ է։ Ոյ։ Ես կարծում եմ հետևորդների մեծ մասին դա հետաքրքրելու է։ Համաձայն եմ, ինձ բավարարում է։ Գնանք սուրճ խմելու, պատրաստ է մեր սուրճը։ Սուրճը պատրաստ է։ Գնանք սեղանի շուրջ։ Համեցեք սեղանի շուրջ։ Հասկացանք ով է Միս Անին, բայց մեզ շատ ավելի հիմա հետաքրքրում է նաև թե ինչպիսի տանտիկին է Անին։ Ինչ ես կարծում, լեռնիկը գոհ է քեզնից։ Ծաղիկները շատ սիրում են։ Մերսի շատ։ Կարծում եմ, այո։ Միշտ ծաղիկներ կան ձեր տանը։ Այո, ես շատ եմ սիրում ծաղիկներ։ Կարծում ես գոհ է լեռնիկը, ձեր տան առևտուրն ով է անում։ Երկուսս էլ անում ենք։ Հիմնականում ում վրա է։ Երևի ես եմ անում։ Դու 3 երեխաների մայր ես։ Ինչ ես կարծում, կա հարց, որտեղ թերանում ես։ Ինձ թվում է այդ հարցը միշտ կլինի, ու ոչ միայն ինձ մոտ, յուրաքանչյուր ծնող ինձ թվում է դա կզգա ինչ-որ պահի, երբ որ ասենք երբ որ չես ինչ-որ մի հարց ա լինում ու դու երկար ժամանակ չես կարողանում այդ հարցի շուրջ ինչ-որ լուծումներ գտնել, երեխայի հետ լեզու գտնել, չէ՞ որ կա տարիքային շրջաններ, իմ կարծիքով, որ դա անհնարավոր չլինի, այո, ես էլ եմ մտածում, որ կարող է ինչ-որ միտեղ թերանամ, բայց ինչ հարցում հիմա այս բանը չեմ կարող պատասխանել, որովհետև հիմնական ինչ-որ մի բան չկա, որ ես ձեզ ասեմ, ես ինչ հարցում ես թերացել եմ։ Ես կարծում եմ դա ավելի շատ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա ավելի շատ ժամանակի խնդիրն է, որ հաճախ չենք ունենում մենք, չէ՞։ Այո, միայն դա է երևի, որ կարող ենք առանձնացնել։ Երեխաներիդ դաստիարակելու հարցում ամենակարևոր խորհուրդը, որ իրենց տալիս ես, դա ո՞րն է։ Ամենակարևոր խորհուրդը ուզում եմ, որ իրանք լինեն ազնիվ, ուզում եմ խորհուրդ եմ տալիս, որ միշտ
լավ սովորեն ու ես ամեն ինչ անում եմ, որ դրան գնա, հա, բալիկներս անպայման լավ սովորեն ու հասնեն ինչ-որ մի բանի, որովհետև այսօրվա զենքը դա գիտելիքն է։ Անի, ես գիտեմ, որ դու շատ ընկերասեր մարդ ես։ Դու ընկերներիդ անշահախնդիր նվիրվում ես։ Ինչ մի բառով կնկարագրեին քեզ քո ընկերները, ինչ ես կարծում։ Հիմա հիշեցի դեպք, որ իմ ընկերներից մեկն ինձ ասեց, ինչ կամեցող ես, երևի հենց դա էլ շեշտեմ։ Ինչն է ամենից լավ ստացվում քո մոտ, քո կարծիքով։ Մայր լինելը երևի, հա, ասեն հատուկ եթե մի բան նշեմ։ Հագուստի հարցում երեխաներիդ ազատ ես թողնում, թե դու ինքդ ես որոշում, ինչ հագնեն իրենք, ինչ չհագնեն։ Չէ, լրիվ ազատ չեմ թողնում, մենք որոշում ենք միասին, որովհետև իրանք բալիկներ են, գուցե ուզենան նենց բան հագնել, որ ուղղակի պետք չի, մենք միշտ միասին ենք որոշում։ Ես իրանց կարծիքը միշտ հաշվի եմ առնում, բայց միասին։ Դու ինքդ հագուստի հարցում ինչ չես հագնի երբեք։ Ինչ չեմ հագնի, եւի շատ բաց հագուստներ չեմ կրի։ Սիրում եմ ավելի կոկիկ հագուստներ, ու որ ես ինձ հարմար զգամ մեջը։ Դու հիպերէներգետիկ մարդ ես։ Էներգիայի աղբյուրը քո մոտ երբեք չի սպառում։ Ես ամենայն դեպս դա չեմ տեսել։ Դու մի ժամվա ընթացքում կարող ես անել 10 գործ, ինչը անհնարին է թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Շատ արագաշարժ ես։ Որ պահին է, որ կարող է էներգիադ սպառվի։ Նշեմ, որ ես իմ օրվա ընթացքում ինչ անում եմ, շատ սիրում եմ։ Բացի այն աշխատանքը, որ ես սա, որպես մանկապարտեզի տնօրեն, ես տնային գործերը, երեխաների հետ կապված ամեն ինչ սիրում եմ ու երևի հենց դա է պատճառը, որ օրվա ընթացքում այդ սպառվածությունը չեմ զգում։ Զգում եմ այն ժամանակ, երբ որ ուզում եմ ուղղակի քնեմ, արդեն գլուխը դնում ես բարձին ու դու զգում ես, որ դու շատ հոգնած ես, ուզում ես քնես։ Քո հանգստի տեղը դա քո տունն է։ Շատ եմ սիրում, հա։ Այս տունը ինչքան ժամանակ ունեք ու երբ եք բնակվում այս տանը։ Բնակվում ենք երևի մոտ մի 8 ամիս մոտավորապես։ Կահավորելուց ում կարծիքն ես հաշվի առել։ Ինքդ ես որոշել ինչը որտեղ պետք է լինի գնելուց։ Ամուսնուս հետ։ Միասին եք որոշել։ Միասին ենք որոշել։ Ամեն ինչն եք իրար հետ որոշում։ Այո, ամեն ինչը։ Լինում է պահեր, որ ես կարծում եմ կլինի բոլոր նորմալ ընտանիքներում լինում է ինչ որ մի հարցում, որ չեն համընկնում ուղղակի ձեր կարծիքները։ Ինչ եք անում, ում կարծիքն ենք կարևորում այդ պահին։ Այո, իհարկե լինում են նման պահեր ու նայած ինչ է մեջտեղում, եթե հիմա խոսում ենք տանկահույքի հետ կապված, ամուսնուս ինձ իմ մուզածով անում, հա, իմ կարծիքն է լսում։ Ես կարծում եմ, որ կինը տանը ավելի շատ է լինում եւ իր կոմֆորտ զոնան ստեղծելուց պետքա ամենաշատը հաշվի առնել կնոջ կարծիքը։ Ինքը հենց այդպես էլ մտածում էր ու շատ ա եղել, որ մի բան հարցրել է, ասել է ես սա եմ ուզում, հա, ընտրության հնարավորություն ա տվել, ինքը ասել է դու ոնց ուզում ես, ես եմ տանկինը։ Մենք հիմա շատ դժվար չեմ ուզում ասեմ, բայց շատ տարբերվող ժամանակաշրջանում ենք ապրում, ինտերնետի, հեռախոսների, ամեն ինչ հասանելի է, ամեն ինչ ազատ է։ Ձեր ընտանիքում երեխաներին այդպիսի գադջետներից, հեռախոսներից հեռու պահելու համար ինչ մեթոդներ ես կիրառում։ Իրականում կարիք չունեմ շատ ինչ լուրջ մեթոդներ կիրառելու, որովհետև իրանք արդեն գիտեն ու մեր տանը միայն մենք անգամ արդեն երկար ժամանակա խաղեր չունենք, իրանք գիտեն, որ ամեն շաբաթվա կիրակի օրն են մենակ նայում, ճիշտ է, օրվա շաբաթվա հիմա արդեն տունն են, ազատ են, ավելի հաճախ են ուզում նայեն, բայց ես իրանց խնդրում եմ, որ նայելուց գոնե ավելի ուսուցողական
ուսուցողական վիդեոներ կա, այնտեղ լիքը հետաքրքիր վիդեոներ կա, որ նայեն, գոնե ինչ-որ մի բան այդ վիդեոներից սովորեն։ Ես նման խնդրի առաջ երբևիցե չեմ կանգնել, որ մտածեմ ինչ մեթոդ կիրառեմ, տղաս ա եղել, մի պահ, դա էլ ընդամենը մի շաբաթ TV պուլտը պահել եմ ու անցել է, վերջ, ինքը դրսի։ Բնականաբար երեխաները հեռախոսներ ունեն, այդ հեռախոսների վրա գաղտնաբառեր կա։ Գաղտնաբառեր կան ու ես գիտեմ իրանց գաղտնաբառերը։ Լեռնիկի հեռախոսի գաղտնաբառն էլ գիտես, ինքն էլ քոնը, բայց երբևիցե լինում է, որ վերցնես հեռախոսը եւ ինչ-որ բան ստուգես։ Ընդհանրապես։ Առանց մեքենա Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնարավոր չի։ Քանի տարի հետո ես նստել ղեկին։ Մի ամիս հետո նստել եմ ղեկին։ Ով է սովորացրել քեզ։ Ամուսինը։ Ու այդ ընթացքում իհարկե դիքը վեճեր են եղել։ Ինչ ես կարծում հիմա դու ես լավ վարորդ Լեռնիկը։ Դե ինքն է սովորացրել։ Իրանից հետո նորի ես։ Դու քո կարծիքով դու լավ վարորդ ես։ Հա։ Արագ ես վարում։ Սիրում եմ արագությունը, հա։ Մի քանի բլից հարցեր եմ պատրաստել քեզ համար։ Ուզում եմ այդ բլից հարցերի շուրջ երկար չմտածես, պատասխանես շատ կարճ ու արագ, որից հետո մենք կգնանք, մեր սուրճը կվայելենք արդեն կադրից դուրս, մեր սուրճը կվայելենք ու այսքանով ավարտենք մեր զրույցը։ Facebook թե Instagram։ Instagram։ Գումար աշխատել թե ծախսել։ Եվնա։ Օնլայն շոփինգ թե խանութ։ Խանութ։ Քո ամենավատ գիծը։ Ամենավատ գիծը ոչ մեկին ոչ չեմ կարողանում ասել։ Ավելի շատ պարտքով փող տալիս ես թե վերցնում ես։ Ոչնա։ Պունկտուալ ես թե ուշացող ամի։ Հիմա քանի որ դու ես դիմացած ուշացող։ Իսկ քո կարծիքով։ Չէ, եթե անկեղծ ուշացող եմ։ Քո տանը միշտ ինչ կա։ Իմ տանը ծաղիկներ։ Ձայնային հաղորդագրություն թե տեքստային։ Ձայնային։ Ամերիկա թե Հայաստան։ Դժվար հարցեր, բայց քանի որ այստեղ եմ ապրում, Ամերիկա։ Անի, մենք շնորհակալ ենք քեզնից, մեզ հյուրընկալելու համար, շատ հաճելի զրույց ունեցանք քեզ հետ, քեզ հետ կարելի է անverջ խոսել։ Ես քեզ հաջողություն եմ մաղթում քո գործում, ես ինքս քեզ ճանաչելով գիտեմ, որ դու քո մանկապարտեզներին բիզնես չես վերաբերում, իմ կողմից ես կավելացնեմ, եթե կան մարդիկ, ովքեր արի իրար հետ տենց այդպիսի խորհուրդ տանք մարդկանց։ Եթե պատրաստվում եք մանկապարտեզ բացել, դրան որպես բիզնես մի վերաբերվեք, որովհետև երեխաների հետ աշխատանքը պետք է լինի շատ հաճույքով ու համբերատար։ Ես գիտեմ դու ինչքան շատ ես սիրում քո մանկապարտեզի երեխաներին, ինչքան դժվար ես բաժանվում, երբ նրանք պետք է դպրոց գնան։ Ես քեզ հաջողություններ եմ մաղթում եւ հույսով եմ, որ Գլենդելով չես սահմանափակվի, կողքի քաղաքներում նույնպես մի օր կլսենք, էլի կգանք ձեր տուն, էլի դու մեզ սուրճ կհյուրասիրես ու կպատմես արդեն մնացած մանկապարտեզների մասին։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ այսօր իմ տանն եք, որ հետաքրքիր զրույց ունեցանք, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ստեսություն։ The community.